Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում Հայաստանի կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը։ Մասնավորապես ներկայացվել են Երևանում և Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից և ունեն կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը։ Մինչ խնդիրների և առաջարկվող լուծումների ներկայացումը վարչապետն իր խոսքում նշել է. Իհարկե 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջայցերի ընթացքը ավելի ակնհայտ դարձրեց, որ մենք Երևանում և Գյումրիում կառավարության ներդրումները ավելի հասցեական դարձնելու անհրաժեշտություն ունենք և նաև որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն, և սա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ թե Երևանի, թե Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր այնուամենայնիվ որոշակի ժամանակ է կորսվել և այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում և անհրաժեշտ կառավարության կողմից, և ես հանձնարարական եմ տվել, որպեսզի մեր գործընկերները տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ աշխատեն, որպեսզի մենք ավելի կոնկրետ պատկերացնենք, թե ինչ ծրագրեր իրականացնենք Երևանում և Գյումրիում, որպեսզի իմ նշած խնդիրը առավել արդյունավետ ձևով լուծենք։ Երկրի ղեկավարը հավելել է, որ այս համատեքստում հանձնարարական է տվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքներ իրականացնել, որպեսզի ավելի կոնկրետ պատկերացում լինի, թե ինչ ծրագրեր պետք է կյանքի կոչվեն Երևանում և Գյումրիում նշված խնդիրն ավելի արդյունավետ ձևով լուծելու համար։ Հաջորդիվ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը։ Նախ ներկայացվել է 24-ժամյա ջրամատակարարման ապահովման խնդիրը, ընդգծել է, որ առկա է 24-ժամյա ջրամատակարարում, սակայն ծանրաբեռնված օրերին տեղի են ունենում պարբերական անջատումներ։ Անհրաժեշտ է իրականացնել ջրամատակարարման համակարգերի արդիականացման ծրագիր։ Զբոսաշրջային կլաստերի ստեղծման շրջանակում տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով Գյումրիում իրականացվել է շուրջ 6.6 միլիարդ դրամի ներդրում։ Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրով նախատեսվում է իրականացնել ևս 16.5 միլիոն դոլարի ներդրում զբոսաշրջային կլաստերի զարգացման ուղղությամբ։ Այս մասով առաջարկվում է ծրագրում ներառել հաղթանակի զբոսայգու, կենտրոնական շուկայի և Մանուշյան փողոցում գտնվող շատրվանի հիմնանորոգման ծրագրերը, որոնք կնպաստեն քաղաքի համաչափ զարգացմանը։ Հաջորդ խնդիրը վերաբերել է տնակների հարցի վերջնական լուծմանը։ Ներկայացվել է, որ հուլիսի 1-ի դրությամբ Գյումրիում առկա է 2465 տնակ։ Նշվել է, որ նախնական գնահատականներով դրանցում բնակվող մոտ 596 ընտանիքի նկատմամբ կառավարությունն ունի այս կամ այն ձևով փոխհատուցման պարտավորություն։ Այս մասով կարևորվել է նաև փոխհատուցման տրամադրման և տնակների փաստացի ապամոնտաժման փոխկապակցված գործուն մեխանիզմների ներդրումը, որպեսզի տնակների խնդիրը վերջնական լուծում ստանա։ Դրանցում բնակվող մոտ 596 ընտանիքների նկատմամբ պետությունն ունի այս կամ այն ձևով փոխհատուցման պարտավորություններ, և այստեղ իհարկե գնահատված արժեք կա որոշակի այդ փոխհատուցումների, ընդհանուր կազմում է 5.2 միլիարդ դրամ, դարձյալ քաղաքաշինության կոմիտեի գործընկերների կողմից գնահատված, և այս մասով իհարկե կարևոր է նաև փոխհատուցումների տրամադրման և տնակների փաստացի ապամոնտաժման փոխկապակցված գործուն մեխանիզմների ներդրումը, որ հողի վրա տնակների խնդիրը վերջնական լուծում ստանա։ Մոտ 800-ի մասով որևէ աջակցություն չի նախատեսվում գործող կառավարության որոշման տրամաբանության մեջ, և ըստ էության հնարավոր է իրականացնել դրանց ապամոնտաժումը արդեն համակարգված ձևով նաև փոխհատուցման ծրագրերի հետ։
Ինչ վերաբերում է Անի եւ ավստրիական թաղամասերի 37 փողոցների ամբողջական հիմնանորոգման հարցին, նշվել է, որ ներկայումս ընթանում են նախագծման աշխատանքներ, առաջարկվում է զուգահեռ բարեկարգել նաեւ բակային հատվածները, կառուցել խաղահրապարակներ, մինիֆուտբոլի դաշտեր եւ անցկացնել լուսավորության ցանց։ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող 500 կիլոմետր ճանապարհաշինական ծրագրերի ցանկում ներառված է նաեւ Գյումրիում տարեկան 25 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքները։ Ըստ այդմ Գյումրի քաղաքի 180 կիլոմետր ճանապարհներից մոտ 70 կիլոմետր նախկինում հիմնանորոգվել են, իսկ մնացած մոտ 110 կիլոմետրը խիստ անբարեկարգ վիճակում են։ Նշվել է, որ Գյումրիում տարեկան 25 կիլոմետր ճանապարհաշինությանն ուղղված պլանավորման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գյումրիում վթարային շենքերի խնդրին։ Նշվել է, որ առկա են մի քանի վթարային շենքեր, որոնց մասով տարբերակված մոտեցումների անհրաժեշտություն կա, հաշվի առնելով դրանցից որոշների պատմամշակութային նշանակությունը։ Ներկայացվել է նաև Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի նորոգման հարցը։ Նշվել է, որ 25 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջարկվում է նաև դիտարկել քաղաքի երկու բանուկ մասերն իրար կապող միակ խիտ երթևեկությամբ կամուրջը, որը կարևոր նշանակություն ունի քաղաքի համար։ Անդրադարձ է կատարվել նաև Գյումրու ավտոկայանի կառուցման խնդրին։ Քննարկման շրջանակում ներկայացվել են որոշ դիտարկումներ Երևանում եւ Գյումրիում առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ։